Փաշինյանը ներկայացրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը եւ եկեղեցուն էլի անդրադարձ կար իրենց բնորոշմանում եմ ասում պետք է հեռացնեն եկեղեցու փաստացի այսօրվա պետին ու պետք է հարգվի եկեղեցին եւ այլն կուզեի սրան անդրադառնայիք ինչ է անում Փաշինյանը ԿՊ-ի նախընտրական ծրագիրը դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների ձևակերպումն է եթե 21 թվականին ինքը խաբեց տարբեր թեզերով նույնիսկ հադրութի ու Շուշիի դեօկուպացիա եւ այլն, հիմա ինքը շատ պարզ հայտարարում է այդ մասին, որ գա ինչ է անելու։ Մարդ ասում է, որ գամ Հայաստանից նոր տարածքներ եմ հանձնելու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա եմ հարձակվելու, հայկական ինքնության դեմ պայքարելու, այսինքն շատ բացահայտ ասում է այդ մասին։ Հետևաբար, երբ որ խոսում ենք ԿՊ-ի նախընտրական ծրագրից, պետք է հասկանալ, դա Բաքվում եւ Անկարայում գրված ծրագիր է, որով նաեւ փոխում է Հայաստանի սահմանադրությունը։ Հիմա դրա անունը կդնի իրական Հայաստան խաղաղության օրակարգ, խաղաղության դարաշրջան, բայց դա ըստ էության Ադրբեջանի ու Թուրքիայի ձևակերպած պահանջներն են ամբողջությամբ, սկսած եկեղեցու դեմ հարձակումից, վերջացրած սահմանադրության փոփոխությունից։ Հետևաբար մարդը բաց խաղում է, էլի, ինչ որտեղ նաև օգնում է մեր հանրությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին, այս անգամ այլևս թաքնվելու կամ քողարկելու այլ ճանապարհներ չի կարողացել գտնել, ուղիղ ասում։ Իհարկե սա փորձում է վաճառել իբրև խաղաղություն։ Հաջողելու դեպքում, հա, քաղաքացիական պայմանագիրը ընտրվելու դեպքում չի ստացվում, որ լեգիտիմություն է ստանում իշխող ուժը այդ ամեն ինչը իրագործելու համար եկեղեցու դեմ պայքար եւ մնացած դեր թվարկածները։ Դե այս պարագայում, եթե ինքը նույնիսկ 21 թվականին խորհրդարան բերել էր ամբողջությամբ այլ ծրագիր եւ հետո արեց ամբողջությամբ մեկ այլ, չեմ ասում նախընտրական շրջանում, այո, այս պարագայում ինքը բացահայտ ասում։ Եվ ասել է, ես այո ժողովրդից ունեմ մանդատ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ոչնչացնելու։ Սա անկախության հռչակագրից հրաժարվելու նոր տարածքներ տալու, այո, այս իմաստով Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով քվեարկում է Նիկոլ Փաշինյանին, ինքը պետք է հասկանա, որ քվեարկում է հայկական պետականության դեմ։ Սա պետք է ակնհայտ լինի բոլորին։ Իսկ ընտրություններից հետո ինչ որ գործողություններ սպասում եք, այ ընտրություններն եղան, իշխանություն ընտրվեց կամ չընտրվեց, փողոցային պայքար ավելի թեժ նման սցենարներ կանխատեսում եք։ Անկեղծ որ ասեմ, դա պատկերացնում մինչև ընտրությունները ու ընտրություններից հետո, եթե դրա անհրաժեշտություն լինի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։